Իբր դուրս է եկետևից, բայց քրեական գործում կա, որ էսի 3 օրվա վնասված կա եղել ու չէր կարա, դատաբժիշկն դատարանում ցուցմունքատել էր, որ այդտեղ վերք չի եղել, երևում է, որ ատամը չկա։ Բայց դատաբժիշկը գրում է վերևի ատամնաշարը բնական է եւ ամբողջական, դատաբժշկական եզրակացության մեջ։ Ես դրա համար դատարանից պահանջեցի արտաշիրիմում, որովհետեւ նախաքննական մարմինները ինձ քրեական գործ չէին։ Ամբողջական, բնական է եւ վնասվածքի պահի նկատում են։ Ոչ, իրանք նկարագրում են վերանի խոռոչը, վերևի ատամնաշարը բնական է եւ ամբողջական։ Միգուցե նկատում են կար վնասվածքի հետքերը, որ ամբողջական, այսինքն որ վնասված չկա։ Ահա, բայց դուք չեք թողում շարունակեմ, պարոն Կարապետյան, բայց ներքևից իբր բացակայում է, իբր չկա, բացակայում է 4-րդ, 6-րդ ատամը, բայց իմ տղան բացարձակապես բացակա ատամ չի ունեցել, երբ որ ես բանակ եմ ուղարկել ու բանակում էլ չի ունեցել։ Ես ասում եմ այնքեր, իմ երեխուն ես առանց ատամի եմ բանակ ուղարկել, դուք ոնց կարաք նման բան ասեք, դուք ոնց կարաք… Իսկ դուք էդի ինչի համար եք պատճառաբանում, մտածում մահվան պատճառ… Իհարկե, իմ տղայի ծնոտը իրան չէր ենթարկվում, որովհետև դատաբժիշկը գրում է 4-րդ, 6-րդ ատամը չկա, շատ հնարավոր է, որ մենք կասկածում ենք իմ տղայի ծնոտն էլ է կոտրված, ատամը չկա հերիք չի։ Հարցրել եք ծնոտի կոտրված կամ ծնոտի հետ կապված ցանկացած ծանր վնասված։ Ոչ, նա ասում է 4-րդ, 6-րդ ատամը հարթ է, շուտվա ատամը հանած է։ Ասում եմ նման բան չի կարա լինի, իսկ եթե ենթադրենք լինի, ասացեք խնդրեմ հոսանքը կարար, թևի շևրոն պոկեր գրպանը դներ, թևատակից 19… Ինչ արել դա։ Չի արել ոչ մի բան, ինքը ուրիշ շուտ ուղարկել է, ուրիշ գուքը Բարձասպանը ոստիկանի հավասկեց իրավուկ չունի հաղթի, Սերիկա, դու ծեծել ես, խոշտանգել ես Վիրաբյանին, Սերիկա, տական, Կարապետյան Սերիկա, Կարապետյան տական, խունիկան, լակոտ, Կարապետյան Սերիկա։ Եղունգի այս մասերը կողված բայց այս մասը ինքը ոչ մի տրոսի չի կպել, ասում են վզով, դրսի այս մասով, իբր հպվել է տրոսին ու ոտի բուտ մատկացի դատարանները տվեցին, որ ուտեղ հոսանք չկա։ Ապացույցներու պատճառով արդարացրեցին այդ կապի հանգուցի պետին ու սերժան։ Գործը հետ ուղարկեցին նոր խնության։ Ու ոչ մի վնասված, ձերքի ափի մասնա, ոչ մի վնասված չի նկարագրի դատաբժիշկը։ Եվ որ հենց արտվի ասել է դիակային գուցե։ Թապտպուկ ես, նույնիսկ չես հրվարցակում ստանձնել կուարացը, խապում ես, Գրիշավայի Վիրաբյանը խոսում է, որ դու ես իրան խոշտակել, տական, գետքին է բետի, տական։ Բայց ես ափի մեջ միայն գրված էր այդ համարը հեռախոսը համարը։ Էդի հետ օրը մորակուրի ծանրոց է ուղարկել վարորդի համարը։ Զանգը խոսել եք սա։ Ինքը իբր պիտի վերցներ ծանրոցը, բայց ինքը չի ստացել, որովհետև այդ պահին ինքը արդեն կենտրանի չի է։ Չեք հաշտում իրակ զանգել են, թե չգուցե ունչական մարմիններին հարցնում։ Տկուզման ձեր աշխատանքը անեն ընտանից հասկանամ, ինքը Կարապետյան, ձեր հաղթային ընտեղ վիրավորանքներ են հնչեցնում, ինչու ես նայք ոնց են տանջում։ Ոնց եք տանջում։ Այլ բանակի բորենիները, եթե ասում են բանակի բորենիները տանջամահ են արել իմ երեխուն, այսօր ոչ մեկը չի կարողանում այս պատասխանել։ Իսկ դատաբժիշկն ասում է կեղծ եղել մաքրել։ Քաղաքացիները
իր ժամկետը կառուցելու, ինչի է։ Եթե այս հոսանքը ենթադրենք, ստերից դուրս է եկել, այս ոտքը ինչի պիտի վնասվեր։ Ոչ մեկ պատասխան չի կարողանում։ Իսկ միգուցե պատիվ պահանջեք ձեր վիրավորանքներ հասցնելու համար։ Գործնա դատարան այդ հարցերը կորոշի։ Ձեր հասցեին մեղադրանքներ են հնչում հիմա պարոն Կարապետյան չեք խոսում, վիրավորում են ձեզ։ Միթե պատասխան ձեր ինքնասիրությունը չի որ վիրավորում այդ ոստիկանը դի անպայման դիմանամ ամենի չեղած մեղադրանքներին։ Ինչի պիտի ձեզ մեղադրեն նման բաների մեջ։ Հիմա նման երբ անհիմն է ձեր կազմը։ Իհարկե անհիմն է, միանշանակ կներեք